հաղթական ենք տրամադրված եւ ըստ ում է, որ ամեն ինչ լավ կստացվի, միամուռ ուժերով կհաղթենք։ Հայք թիմն է Մալաթիա Սեբաստիա համայնքի թիվ 190 ավագ դպրոցից։ Սուրբ Երրորդություն եկեղեցում երիտասարդաց միությունների միջև ինտելեկտուալ փառատոններ անցկացնելու ավանդույթը 3 տարվա պատմություն ունի, սակայն դպրոցների միջև մրցույթն իր առաջին քայլերն է անում։ Խաղին մասնակցում է համայնքի 5 դպրոց, որոնք ներկայանում են 2-ից 4 թիմով։ Նպատակ ունենք իրենց հոգևոր գիտելիքը ել ավելի ամրացնելու եւ եկեղեցու մասին իրենց իրազեկ դարձնելու, որովհետեւ մանավանդ սերնդի երեխաները այսօր շատ հաճախ վախենում են կամ խուսափում են քահանայի հետ զրուցելուց, մտնում են եկեղեցի եւ իրենց եկեղեցի այցելությունը միայն մոմ վառելով է սահմանափակվում։ Լարված իրավիճակը մեղմելու համար սկզբում տրվում են հեշտ հարցեր, հետո ավելի բարդերը, որոնք պահանջում են տրամաբանություն, եկեղեցու պատմությանն ու հոգևոր ոլորտին առնչվող գիտելիքներ։ 36 տարաբնույթ հարցերին պատասխանելուց հետո լուրջ պատրաստվածությամբ աչքի է ընկնում Ուրան թիմը։ Պատանիների ակտիվ մասնակցությունը խմբերի մեջ թեժ մրցակցություն է ստեղծում։ Մեծամասնությունը մեծ ծանոթ հարցեր էին, բայց մենք ցավոք վաստակեցինք 5 միավոր այն պատճառով, որ չենք կողմնորոշվել։ Երևի նրանից է, որ մեր թիմում բոլորը ուժեղ են, եւ որ ուժեղները հավաքվում են միտեղ, փոխհամաձայնեցվածություն մի քիչ դժվար է հասնել։ Թիվ 190 դպրոցի Ուրան թիմը նվաճում է առաջին տեղը, երկրորդ տեղում Հայք, երրորդ տեղում Գլաձոր թիմերն են։ Հաղթանակած թիմերը ստանում են վկայագրեր, հոգևոր գրականություն եւ հուշանվերներ։ Պատանիներն ասում են, որ հնարավորություն ունեցան ձեռք բերելու նոր գիտելիքներ, իսկ Տեր Եսային օրվա ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ու եկեղեցու միջև կենդանի ու գործնական կապի հաստատումն է համարում։ Այդ կապը կամրապնդվի, քանի որ համայնքի դպրոցների միջև ինտելեկտուալ փառատոնը շարունակվելու է։